Այսինքն արդյոք չկա այս եկեղեցական հակաեկեղեցական շարժման համար ինչ որ օբյեկտիվ հիմք։ Եկեղեցին միշտ էլ եթե ակնառու երևույթներ են եղել խոցելի ազգային կյանքում, հանրային կյանքում, այդ խնդիրներին անդրադարձ կատարել է։ Այդ հարցերի առնչությամբ անդրադարձ է եղել անձնական հանդիպումների ժամանակ։ Սակայն երբ նման առիթներ այլևս վերապահված չեն եկեղեցուն, եկեղեցին հնարավորություն չունի այդ հարցերը ուղղակիորեն քննարկել երկրի իշխանավորի հետ, մենք այդ հարցերը բարձրաձայնում ենք։ Նախկին իշխանությունների շրջանին, ինչպես ասեցի, նման հարցերի անդրադարձներ եղել են։ Քննարկել ենք իրենց հետ, իրենց ուշադրության ենք բերել, որպեսզի այդ երևույթները շարունակություն չունենան մեր հանրային կյանքում։ Դուք ասացիք, որ եկեղեցին չի խառնվում քաղաքականությանը։ Ինչ գնահատական կտակ Բագրատ arczepiskopos Գալստանյանի 2024 թվականի գործունեությանը, որ նա փաստորեն ղեկավարում էր անդիմադիր կամ համենայնպես հասարակական շարժումը։ Դա օրենքով արգելված չի, սակայն կարծես թե դուրս է գալիս եկեղեցու պարտականության սահմաններից։ Բագրատ սրբազանի շարժումը սկսվեց Տավուշի շրջանում սահմանազատման, սահմանագծման գործընթացով պայմանավորված։ Երբ Գիրանցի ժողովուրդը ընդվզում ապրեց և ոտքի բարձրացավ, այդ հարցը քննարկվեց մեր եկեղեցականաց շրջանակում և Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրելու շարժումը։ Եվ մենք Բագրատ Սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին, հանդերձ գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց և Բագրատ Սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ։ Այդ պահին մենք կասեցրեցինք իր հոգևոր գործունեությունը։ Հետո արդեն տեղի ունեցավ ձերբակալությունը Բագրատ Սրբազանի։ Բայց այն մեղադրանքները, որ Բագրատ Սրբազանի նկատմամբ առաջադրվում է, անհիմն են։ Մենք լավագույնս ճանաչում ենք Բագրատ Սրբազանին։ Նա հայրենասեր ազգանվեր եկեղեցական է։